Քանդում են հինը ու նորը չեն կառուցում։ Գեղարքունիքի մարզում 5-ից 6 դպրոց քանդել են նորը կառուցելու նպատակով ու այդպես էլ աշխատանքները ավարտին չեն հասցրել։ Արդյունքում այդ համայնքներում կրթական գործընթացը կազմակերպվում է ոչ պատշաճ։ Գեղարքունիքից են փոխանցում ժամին։ Ահազանգած քաղաքացին, որ ներկայանալ չցանկացավ, ասաց, որ դպրոցների կառուցումը շեղվել է ժամկետներից։ Օրինակ, ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները արդեն տևական ժամանակ է դադարեցված են։ Մինչև նոր շենքը կկառուցվի, աշակերտները ստիպված են դասի գնալ տարբեր վայրերում անհարմար գրաֆիկով։ Ամենամեծ համայնքն է, բնակչության թվականակով 12000 բնակիչ մոտավորապես ունի այդ համայնքը, իսկ այդ դպրոցում 1000-ից ավել աշակերտ է սովորում։ Դպրոցի ապամոնտաժման աշխատանքները սկսվել են դեռ 2021-ի դեկտեմբերին պայմանավորված շենքի վթարային վիճակով։ Նախատեսվում էր, որ կրթօջախի վերակառուցման աշխատանքներն ավարտվելու են 2024-ի դեկտեմբերին, սակայն դրանք կրկին երկարաձգվել են։ Դպրոցի տնօրենը հաստատում է, թեև իսկապես վերջերս 2-3 ամսով շին աշխատանքները կանգ են առել, սակայն այս պահին դրանք կրկին վերսկսվել են։ 2 թե 3 ամսվա կտրվածքով շին աշխատանքները դադարեցվել էին։ Ինչ որ խնդիր կար, կոնկրետ չգիտեմ ինչով էր պայմանավորված։ Աշխատանքները իրականացվում են, կարող է գար տեղում համոզվել։ Քաղաքաշինության կոմիտեից էլ հակառակն են պնդում, աշխատանքները դադարեցվել են ընդամենը 1 ամսով, այն էլ կապալառու կազմակերպության կողմից։ Խնդիրը ֆինանսական է եղել, իսկ այժմ դրանք ընթացքի մեջ են։ Շինական աշխատանքների դադարի վերաբերյալ իր անհանգստությունը քաղաքաշինության կոմիտեն բազմիցս հայտնել է եւ կապալառու եւ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպություններին։ Այդ շինական աշխատանքների ընթացքի եւ սահմանված ժամկետով աշխատանքները իրականացնելու ամբողջ պատասխանատվությունը կրում է կապալառու կազմակերպությունը։ Մինչև դպրոցը կվերակառուցվի, այս ընթացքում աշակերտների ուսումնական գործընթացը կազմակերպվում է տարբեր տարածքներում ու հաստատություններում։ Մենք բարերար ունենք, ով իր սեփական տունը հատկացրել է 12 դասարան 2 հերթով 8-ից մինչև իրիկվա 5-6-ը դասապրոցեսը տարական դպրոցը առաջինի 4 դասանը անցկացնում է այդ մասնաշենքում սեփական մասնաշենք է երկհարկանի մեծ տուն է, իսկ մնացած երեխեքը հիմնական դպրոցի եւ ավագ դպրոցի երեխեքը շուրջ 600 քանի երեխա 5-ից 12-րդ դասարանի աշակերտները տեղակայված են նույն գյուղի երկրորդ միջնակարգ դպրոցում երկրորդ հերթում ժամը 1-ից մինչև 7-ից 15 պակաս։ Ոլորտի փորձագետն էլ նկատում է, խախտվում է երեխաների կրթության հիմնարար իրավունքը, քանի որ որոշ առարկաների դեպքում անհնար է դասապրոցեսն իրականացնել լիարժեք։ Եվ որ աշակերտները այդ տարածքներում իրականացնում դասապրոցես, սկսած տեխնիկական բազայից իրենք խնդիրների առաջ են կանգնում։ Անհամաձայն առարկան է, որոնք փորձարարական բաղադրիչ ունեն, այդ փորձերը բնականաբար չեն կարողանա իրականացնել։ Շինարարության ավարտի հստակ ժամկետներն այս պահին հայտնի չեն, միաժամանակ հազարավոր երեխաներ ստիպված են կրթություն ստանալ համապատասխան պայմաններ չունեցող միջավայրում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։